Շատ լավ, մենք վերնագրեցինք, որ ինչ է նոյեմբերին սպասում, գիտեք, որ ԵԱՏՄ-ից շատ կոնկրետ հայտարարություն եղավ, գիտեք, որ որոշակի սահմանափակումներ կան, ինչ է մեզ սպասում։ Շատ ռեստրիկցիաները շատ վտանգավոր են։ Նիկոլի քայլերը մեր տնտեսությանը, երկրին եւ այս սահմանափակումները Ես երեկել էի հետևում Հայաստանի գյուղմթերք արտադրողների, այսինքն գյուղական մարզերի բնակիչների արդեն այդ ցույցերին եւ գիտեք այն իրական մարասպելները, որ փորձում են ներշնչել էկոնոմիկայի նախարարությունը, թե իրենք գտել են լրացուցիչ շուկաներ, իհարկե միայն ասեմ, ուրեմն անցած տարի 2020 քանի մեծ մեքենա է գնացել Ռուսաստանից Իրանի 2000 քանի մեքենա, ուրեմն այս տարի մի մեքենա էր գնացել ինչ-որ Բուլղարիա, դարձրեցին դա որպես մեկ մեքենա իրադարձություն։ Ես ասեմ, գիտեք, ցավալին այն է, որ այս իշխանությունը ոչ միայն գործող մեր արտահանման էլի աղբյուրը շուկան ամեն ձևով փաստորեն փակեց մեր առջև, այլ իրականում ոչ մի գործուն քայլ չի կատարում լրացուցիչ շուկաներ գտնելու։ Ընդհակառակը հայտնի է, որ մեր հենց գյուղարտադրողներն են փորձում այսպես վերարտահանում կազմակերպել Իրանի միջոցով, չգիտեմ, Վրաստանի միջոցով եւ այլն։ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել էր այն ձուկ արտահանողի մոտ, որը կարծես պայմանագիր ուներ նաեւ խավիար Ֆրանսիայում արտահանելու։ Գիտեք, մի ծաղկով շատ հին խոսք է, գարուն չի գալիս, հա։ Եվ իրենք փոխանակ փորձեին պահպանել գործող շուկան անել այդպիսի հզոր շուկան եւ զուգահեռաբար բացեին ճանապարհներ, որոնց միջոցով կարելի էր ենթադրենք, չգիտեմ, մեր գյուղմթերքը արտահանել այլ տեղում, իրենք իրենց ուժերը կենտրոնացրել են Հայաստանում բոլոր ընդդիմադիրներին վիրավորելու, ոչնչացնելու, կալանավորելու, ազատազրկելու քաղաքականությամբ զբաղվելը դա մահաբեր է Մահացու վտանգավոր է, հատկապես այլախոհ լինելը, դրա համար եմ ասում, սա բոլշևիզմի գլխավորական սկզբունքն է։ Եթե դու այլախոհ ես, գիտեք այդ բառը դեռ խորհրդային բառապաշարից կա, ապա քո վերջը լինելու է, չգիտեմ, բանը չկարողանաս երեխայի տեսնել։ Ես ուզում եմ ասել, որ վաղը Արեգնազ Մանուկյանի երեխայի դստեր ծննդյան օրն է, եւ իրեն հարգող ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի, որ այդ կնոջը անհասկանալի եւ դեռ չհապացուցված մեղադրանքով, ընդ որում այդ մեղադրանքը չի ենթադրում խափանման միջոցը կալանք, այն էլ այդպիսի դաժան, որ ինքը զրկված է, անգամ դստեր եւ 85 եւ ավելի տարիքի կենսաթոշակառու մոր հետ, այսինքն զրկված է, խոշտանգումների ենթարկում եւ երեխան, որը արձանագրված է ՄԻՊ-ի կողմից հատուկ հոգեբաներ հանդիպել դստերը Արեգնազ Մանուկյանի, ես կարծում մենք բոլորս, անկախ ամեն ինչից, պետք է մեր ձայնը բարձրացնենք։ Մենք պետք է պաշտպանենք Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները։ Եվ գիտեք ինչն է սարսափելի, որ մենք ստիպված ենք վերլուծել օրինակ Ալեն Սիմոնյանի զարհուրելի մտքերը, որոնք անկեղծ ասած վերլուծության էլ ենթակա չեն, փոխանակ բարձրացնենք այն խնդիրները, որոնք իրապես գոյություն ունեն։ Իսկ դրանք այդ հենց մարդու իրավունքների ես այսօր այո առաջնային եմ համարում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Դա գերխնդիր է։ Երևի քաղաքացին երբեք հատկա այլախոհ քաղաքացին, այն մնացածներն էլ պարզապես վախենում են։ Վախենում են անգամ ընտրության գնան, որովհետև կստուգեն, չգիտեմ, ինչ որ ձևով կիմանան իրենց ընտրության արդյունքը, իրենց, չգիտեմ, ձեռներեցությանը կխոչընդոտեն, այս կանեն, այն կանեն։ Եվ ընդհանրապես ոչ մի հարց չի լուծվում։ Ի վերջո այդ կրթության ոլորտում չափորոշիչները ցույց տվեցին, որ իրենք չեն 284 մանկավարժ միայն Տավուշում մնացել են փողոցում կրճատվել են 218 դպրոց այս տարի սեպտեմբերից փակվելու է եւ դրանք բոլորը սահմանային տարածքներում են, ինչը Հայաստանի այսպես ռազմավարական ազգային շահերի բացարձակ վտանգավորությունն է։ Ու հասկանում եք, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված մարդը փոխանակ մտածի մեր անվտանգության մարտահրավերների մասին, լրացուցիչ մարտահրավեր է ստեղծում։ Հավատացեք, հոգեբանական այդ սարսափելի ճնշումը, ատելության խոսքը ավելի են մեծացնում մեր խոցելիությունը։
Եվ միտքը, հասկանում եք, այդ վերլուծական միտքը, քաղաքական միտքը մեռնում է։ Մեզ մոտ քաղաքական միտքը վերածվում է միմյանց վիրավորելու, Դե հա, բայց հիմա կարելի է դա հաղթահարել, չէ՞։ Ամեն օր դրա մեջ Ես չեմ հասկանում, ընտրվեցին եւ ինքը 8 տարի անցել է դեռ ասում են դեմ ազգային ժողովում ասում են դեմ փույով եկել է միջև ասում է կաթողիկոսի դեմ պայքարում են արտադրողնի հիմա նոյեմբերին ինչ է ինքը ասել ինչ ես ընդհանրապես երբևէ չեմ հասկացել թե ինչպես կարող է իշխող ուժը լրացուցիչ թշնամիներ ձևավորել իր պետության համար Ռուսաստանը երբեք չի եղել մեր հանդեպ թշնամական այսպես պետություն, ռազմավարական համագործակցության պայմանագիր կար։ Ինչ իմաստ ուներ ներքաշվել այդ ոլորտ, ինչ է, չգիտեմ, ընդգրկվել համաուկրաինական այդ պայքարի մեջ, բայց ինչ իմաստ ուներ։ Ինչու Վրաստանը դա չի անում։ Ինչու Ադրբեջանը դա չի անում։ Եվ դրա դիմաց իմիջիայից ոչինչ չստանա, չնայած ես կարծում դրա դիմաց որևէ բան ստանալը իհարկե անիմաստ էր, բայց նպատակ, այսինքն ես շարժառիթը չեմ հասկանում, որ իրենց կօգնեն պահել իշխանությունը, բայց իրականում ես այսօր տեսնում եմ, որ իրական արևմտամետներին, այսինքն արևմտյան այդ գաղափարաբանությամբ ձևավորված մարդկանց ինքը հեռացնում է աշխատանքից։ Արմեն Գրիգորյանի հեռացումը դրա ուղղակի այսպես ցուցիչներից մեկն էր։ Եվ ընդհանրապես այս նոր կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը երբեք այսպես գովասանքների դերևս ոչ դրսում ոչ ներսում չի արժանացել, բայց ներկայիս քաղաքականությունը լրիվ զարհուրելի է։ Այդ նոր ռազմական ոստիկանության Արամ Հովհաննիսյան։ Այո, այդ մարդու վերաբերյալ հենց նախընտրական շրջանը, երբ ինքը շրջում էր այդ իր հայրենի մարզում, այդ խեղճ համայնքապետը ասում էր, «Էս մեր Արամինն է, այն մեր Արամինն է», այսինքն ինչ կարելի, գույք, չգիտեմ, ռեստորաններ, շքեղ տներ պատկանում էին այդ մարդուն։ Հիմա այդ մարդը հակակոռուպցիոն կոմիտեն ամեն օր կալանավորում են ու ամեն օր երևի չէ, բայց ամեն շաբաթ երկու օր ինչ որ մեկին ներկայացնում է ապօրինի ձեռք բերված գույքի մեղադրանքներ կամ չգիտեմ ընտրական։ Հիմա այս Հովհաննիսյան Արամը արժե օրինակ ստուգել, չէ, ինքը այդ համայնքապետն էր զարմացած, որ ինչ կար, այդ նրան էր պատկան։ Հիմա այդպիսի մարդուն բերեն նշանակե ռազմական ոստիկանության պետ։ Իսկ կասկածներ չեն առաջանում, որ ինքն էլ է ունեցել քրեականների հետ կամ ինչ որ կապեր, չէ, կարող են առերևույթ այդպիսի հիմնավոր կասկածներ առաջանալ։ Այսինքն ինչ կարիք կա, իրենց ոլորտում ոչ մի հաջողության չհասած, ըստ էության բարեբարկությունից մղոններով եւ ասպարեզներով հեռու մարդկանց նորից բերել նշանակել այն մնացածներին, որոնց քաղաքականության հետ ընդհանրապես համաձայն չէին, բայց գոնե լռում էին։ Սարսափ ես երբեք չէի մտածել, որ ես պետք է Արմեն Գրիգորյանին պաշտպանեմ, բայց հիմա ես պետք է ասեմ, որ այդ մարդը գոնե ոչ մեկի չէր այդ սարսափելի անպատվո վիրավորում հայհոյում եւ շատ լավ, վաղը ես լինելու եմ ԵՄ դեսպանատան մոտ Ակցիայի կազմակերպվում Պրոշյան փողոցի վրա է, խնդրեմ Տիկին Դիլի, վստահ որ դուք եք լինելու։ Միանշանակ ես իմ սոցցանցերով ես կարծում եմ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի եւ մեր մնացած բոլոր քաղբանտարկյալների նրա դստեր ծննդյան օրն է եւ մենք որպես արժանապատիվ եւ կարեկից ապրումակցող մարդիկ պարտավոր ենք պաշտպանել ցանկացած մարդու տարրական իրավունքները, եթե անգամ դրանք ոտնահարվում են ամենաբարձր իշխանության կողմից։ Միասին լինելով եւ պայքարելով Հայաստանը իրավունքի երկիր դարձնելու մենք հաջողության կհասնենք։ Շնորհակալություն։